Թերևս ձեզանից շատերը կհամաձայնեն, որ ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում ականատես ենք դառնում շատ հուզիչ ու գերլարված սերիաների։ Ընտանիք, որի եւ ոչ մի անդամը այս պահին երջանիկ չէ, ասենք ավելին, դժբախտ է։ Մոր սիրտը զգալով, որ իր երեխան վտանգի մեջ է, շատ շուտ գալիս է տուն ու Ռեբեկայի ննջասենյակ մտնում ճիշտ նույն պահին, երբ Ռեբեկան արդեն գրել էր նամակը, դրել այն ծրարի մեջ, վրան գրել էր պապիին ու պատրաստվում էր աշխարհի ամենամեծ մեղքը գործել՝ ինքնասպանություն, որը ոչ մի ներում չունի։ Նարինեն ու Ռեբեկան շատ հուզիչ ու էմոցիոնալ խոսակցություն են ունենում եւ Նարինեն հասկանում է, որ շատ ճիշտ ժամի է վերադարձել տուն, քանի որ ինքը պարզապես փրկել է իր դստերը եւ նաեւ իրենց բոլորին, որովհետեւ եթե Ռեբեկայի հետ մի բան պատահեր, ապա դա արդեն բոլոր սահմաններից դուրս կլիներ։ Ռեբեկան հանում է այն մատանին, որը իրեն ժամանակին նվիրել էր մայրը եւ ասել, որ եթե երբևէ դնես այն մատիդ, ապա կհամարեմ, որ ինձ ներել ես։ Ռեբեկան այն դնում է իր մատին եւ այդպիսով վերջ է դրվում այն տանջանքներին, անարդարությանն ու լարվածությանը, որոնք այսքան ժամանակ անդունդ են հանդիսացել մոր եւ դստեր միջև։ Այսքան դժբախտության, ստի ու կեղծիքի մեջ, այսքան տարի անց վերջապես մայր եւ դուստր գտնում են իրար։ Սառան էլ արդեն անզորությունից խելագարված լինելով հասկանում է, որ եթե չի կարողանում ազդել գոռի ինքնասիրության վրա եւ նրան մի կերպ բերել Հայաստան, ապա գոնե անձամբ ինքը ինչով կարող է պետք է օգտակար լինի։ Նա գնում է ոստիկանություն եւ ասում, որ ինքն իրեն չի ների, եթե մի բանի համար բանտ նստի ու պատիժ կրի մարդ, ով ընդհանրապես կապ չունի։ Նա ասում է, որ Արմանը չի ծեծել Սարգսին։ Քննիչը հարցնում է, թե այդ դեպքում ով։ Սառան էլ անում է իր մտածածը եւ տալիս գոռի անունը։ Ասում է, որ գոռը այդպիսով փորձում էր պահել իր պատիվը եւ նա է ծեծել Սարգսին, իսկ Արմանը նույնիսկ տարածքում չի եղել այդ պահին։ Սառան ասում է, որ հիմա ինքը փաստացի ցուցմունք է տալիս իր սիրած տղայի դեմ, ուստի ինքը ստելու պատճառ չունի, քանի որ այդպիսով ինքը վնասում է գոռին։ Քննիչը շփոթվում է, չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Եթե Սարգիսը ստել է, ապա ինչու։ Միթե նա, տուժած լինելով հանդերձ, հասնելով մահվան դուռը եւ հետ վերադառնալով, չի ցանկանում, որպեսզի իրական մեղավորը պատժվի։ Գարիկն էլ, ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ տեսանյութում, փաստորեն շատ անշնորհք դուրս եկավ։ Այսքան ժամանակ նա իրեն ներկայացնում էր մի այնպիսի ամենակարող, վրեժ լուծող մարդ, իսկ հիմա, ինչպես տեսնում ենք, լրիվ ոչ մի բանի ունակ չէ։ Նա անընդհատ Միսակի մոտից վազում է Դիանայի տան մոտ, հետո վազում է Էլլայի մոտ, գոնե ինչ-որ տեղեկություն իմանալու համար։ Այսինքն ինքը ինքնուրույն չի կարողանում ոչ մի հարց լուծել։ Հարգելի հետևորդներ, արդյոք քննիչը հաշվի կառնի Սառայի ցուցմունքը եւ կազատի Արմանին կալանքից։ Գրեք մեկնաբանություն եւ սեղմեք բաժանորդագրվել կոճակը։ Իհարկե ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ գոռն է Սառայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սառան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սառայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ-որ բաներ Սառայի մասին ու այստեղ գտա օրինակ Սառայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սառան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սառայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։
Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազշած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որդուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս ես ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի, էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, տենց վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Ոչ, իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դու Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես այն կերպարները, որոնք որ ես մարմնավորում եմ, շատ սիրում եմ։